Լուսեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ։ Բարի լույս, հանրային ռադիոյի ուղիղ եթերում իր աշխատանքն է սկսում Սուրճ ու սերը, ձեզ համար եթերում աշխատելու են Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանը։ Այսօր աղջիկներով ենք եւ առաջարկում ենք ոչ միայն մեզ լսել, այլև դիտել, մուտք գործեք on-line հարթակներ armradio.am կամ Facebook-յան հարթակ եւ հետեւեք live-ին։ Մի մոռացեք նաեւ զանգահարել մեզ 553701 հեռախոսահամարը։ Ներողություն 02 հեռախոսահամարը։ Թե հետո կբողոքեն ռադիոլսողները, կասեն հատուկ եք սխալ տվել։ Եվ հատկապես կբողոքեր 01-ով ավարտվող հեռախոսահամարի օգտատերը, ում որ պատկանում է, այնպես որ նախապես ներողություն եմ խնդրում, եթե հանկարծ ինչ-որ մեկը արդեն հեռախոսը վերցրեց 02 վերջում, ակտիվ եղեք նաև մեր Facebook-յան եւ ներողություն, Facebook-յան էջում եւ կայքում եւ գրեք մեզ այնտեղ։ Ոնց որ թե չեմ արթնացել, հա, այսօր։ Չէ, ինչ որ Instagram-ի մեջ ենք, դեռ չեք վերադարձել այնտեղից, բայց այդուհանդերձ գիտես ինչ հիշեցի ժամանակին որքան սխալ էինք ընկնում մարդկանց, որովհետեւ ձեռքով էինք հավաքում այդ համակները։ Բայց այս վերջին շրջանում օրինակ ինձ անդադար զանգահարում են, ասում են բարև ձեզ տեղ ասմոտրից է։ Ահա։ Ինչ, ասում են Արամի հետ ենք խոսում, ասում կնոջ ձայն եք լսում, ոնց Արամի հետ։ Մեկ թիվ սխալ են տվել եւ ահա շփոթում են ու բարբերաբար զանգահարում։ Ինձ էլ անընդհատ նույն տիկինն է զանգահարում եւ անընդհատ ինչ որ տղամարդու է ուզում, արդեն շատ անգամներ ես այո, բազմիցս ասել եմ, որ սա իմ հեռախոսահամարն է, որ սխալ է զանգահարում, բայց տիկինը չի հանձնվում եւ շաբաթը մի քանի անգամ ինձ զանգահարում է։ Դե լավ է, ինչ վատ է, որ օրինակ։ Կարծում եմ արդեն կարող ենք ծանոթանալ, գուցե ընկերանանք եւ գուցե պետք է չի զանգահարել այդ տղամարդուն, ինձ զանգահարել։ Փոխարենը երկուսս էլ հանձնվենք, գուցե։ Այո։ Չէ, դուք պայքարում եք DVD-ի համար։ Այո։ Տեսակ, լավ տրամադրություն ենք մաղթում բոլորիդ ու այս վերջին շրջանում առավել ուշադիր եղեք։ Մարդը միամիտ դիպչում է ձեզ, անցնում է, ներողամիտ եղեք, գուցե մտքերով այլտեղ է, խնդիրներ ունի, բայց ամենակարևորը ժպտացեք ու ժպտացրեք ձեր հարազատներին։ Այո, օրը ճիշտ դրական տրամադրությամբ սկսենք երգով։ Այո։ You're my sunshine, 'cause you're my sunshine.
սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից, բացի սուրճից ու սիրուց, նաև հաճելի լավ տրամադրություն եւ իհարկե կարևոր տեղեկություններ, որ ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը հարգելի ռադիոլսողներ, հատկապես որ եղանակները կարծես փոփոխական են եւ մի օր տաք է, մի օր սառն է, ասեմ, որ այսօր սառնոտ է եւ խորհուրդ կտանք ձեզ հարգելի ռադիոլսողներ, գարնանային թեթև հագուստներով մի անգամից մի վազեք այստեղ այնտեղ եւ որքան դա գայթակղիչ է հնչում եւ թվում եւ զգացվում, միևնույն է, այո, դեռ զսպենք մեզ, բան չմնաց։ Ասենք որ առավոտյան մինչև +4, կեսօրին մինչև 8 աստիճան կբարձրանա, երեկոյան էլ կպահպանվի մինչև 8 աստիճան, այո, եղանակը այսօր վատ չի, այս պահին հեռախոսային հավելվածը իդեպ 2 աստիճան է ցույց տալիս։ Ատերցուրտ է իրականում։ Այո, բայց ասում է, կարծես թե զգացվում է ինչպես 7-ը։ Հուշում է, չէ՞, հիմա հավելվածները։ Ինչ որ թիթիզ բաներ են անում։ Զգացողություններն են, այո, կանխագուշակում։ Իսկ ռադիոլսողներին ասեմ, արևին չխափնվեք։ Ես 15 րոպե քայլել եմ այսօր, սառնոտ էր այդուհանդերձ, այնպես որ մի շտապեք թեթևանալ, հա, միանգամից այսպես բարակ հագնվել, բայց հրաշալի է այն հանգամանքը, որ մենք գարնան շուրջ այդուհանդերձ զգում ենք, չէ՞։ Այո, համաձայն եմ, բայց որպեսի գարունը չսկսենք հիվանդ, պարկած, հարբուխով, ամեն դեպքում դեռ զսպենք մեզ, հետևենք առողջությանը եւ լսենք եղանակի տեսության մասին կանխատեսումները։ Այո, բայց միևնույն ժամանակ տեսեք, երբ արդեն եղանակները բացվում են, էլ սառույց չկա, վատ տեսանելիություն չկա եւ դուք կարող եք հանգիստ երթևեկել ու խցանումներ չստեղծեք այն պարագայում, որ անդադար մենք տեսնում ենք խցանումներ ու կարծես թե արդեն սովորական են դարձել մեզ համար այդ խցանումները։ Ինչ վիճակ է Երևանում 7 բալ են իշը խցանումների։ Խնդրեմ, եւ փորձենք հասկանալ թե ավտոճանապարհներին ինչ է կատարվում, թե լավ Երևանին անդրադառնանք եւ փորձենք տեսնել թե ինչ է փոքր իդեպ կենտրոնը ծանրաբեռնված է իհարկե ինչպես այո կամ փողոցներ որոնք գիտենք օրինակ Հերացին միշտ կարմիրով է ներկված միշտ այսպես ինչ որ դժվարացնում է մեր գործը այսօր մեր համակարգը եւ մենք չենք կարողանում ամբողջությամբ լավ տեսնել թե ինչ է կատարվում առհասարակ մայրաքաղաքում։ Այս կարմիր նիշերն ուր են։ Ու կորան։ Մինչև կայքը կորոշի մեզ ուշել, այո, ես ավտոճանապարհներին անդրադառնամ, պատմեմ ավտոճանապարհների մասին, հետո կվերադառնանք մայրաքաղաք։ Ըստ փրկարարի ծառայության այսօր փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ բարձրլեռնային եւ թերեբութաբանական կայանից Ամբերտ ամրոց եւ Քարիլիչ տանող ավտոճանապարհները։ Այս ավտոճանապարհը արդեն երկար ժամանակ է իրականում փակ է։ Նորավան Զանգեր Գյումրի Աշոտք ավտոճանապարհները փակ են կրծորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Վարդանյանց Լեռնանցքն է փակ կրծորդիչով տրանսպորտային միջոցների եւ դժվար անցանելի մյուս բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Կրծորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվար անցանելի է նաեւ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, նաեւ Լարսն է փակ այսօր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ես էլ հավելեմ քո տեղեկությանը, որ Ջերմուկի Խաչմերուկից մինչև Գորայք ճանապարհն է փակ կրծորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճամբարակը նշեցիր, նաեւ հավելենք Սևանը, Սիսիանը, Գորիսն ու Աշոտսկի տարածաշրջաններում տեղ-տեղ մեր կա սառույց է հարգելի ռադիոլսողներ, պիտի ուշադիր լինենք եւ չշտապենք, ինչպես շտապում ենք, փորձում ենք միանգամից ձերբազատվել տաք հագուստներից, այնպես էլ շատ վարորդներ փորձում են միանգամից ձերբազատվել ձմեռային անվադողերից, այդպիսի սխալ թույլ մի տվեք, որովհետեւ դեռ գիժ մարդ ունենք արժևում, որ կարող են պարվի ուլեր կան արժևում եւ այլն նման բաներ կան, որ անկանխատեսելի է եղանակը, հատկապես վերջին տարիներին ամբողջ երկիր մոլորակում եղանակը ինչ որ չափ փոխվել է, հա, մեր կանխատեսելի եղանակը չէ, կարող ենք այդպես ասել, եւ այս պարագայում անհասկանալի է ինչ որ առումով։ Այնպես որ այո, ինչպես փրկարար ծառայությունը, այնպես էլ մենք կոչ ենք անում շարունակել երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Ահա, մենք հիմա փորձենք հասկանալ իրականում ինչ է կատարվում։ Եվ իրականում Երևանում ինչքանով է հնարավոր երթևեկել։ Ծանրաբեռնված է դեպի կենտրոն տանող, բայց մեկ-մեկ տարօրինակ է, որ կենտրոնից էլ մյուս կողմերը եւս մենք ավտովթար ունենք նաեւ, կարծես մեկ ավտովթար կա, չէ, երկուսն են նույնիսկ։ Այո, երկու ավտովթար կա, հիմա փորձենք փողոցները ձեզ ասել, որպեսզի փորձեք շրջանցել։ Այս փողոցն եմ ուզում հասկանալ, թե որ փողոցն է։ Ռուբինյանց փողոցում է։ Ավտովթար կա։ Եվ այստեղ եւս մեկ ավտովթար էինք տեսել, այո, այստեղ
Կոմիտասի պողոտային զուգահեռ փողոց է, փոքրիկ փողոց է, բայց այդտեղ խցանում չի տրվում, ուղղակի ավտովթար է, զգույշ եղեք, հանդուրժող եղեք մեկը մյուսի նկատմամբ եւ մտածեք, որ դուք այսպես սողոսկեցիք երկու ավտո առաջ գնացիք միևնույն գնալու եք այդ կարմիր լույսի տակ կանգնեք ախր։ Այո։ Ինչու եք մարդկանց նյարդերի հետ խաղում առհասարակ։ Իդեպ դա բնավորություն կարծես լինի, գիտես, առաջ խցկվել, գնալ առաջ, չգիտեմ, մանդաթար։ Այստեղ աշխատանքներ են տարվում, հա, ճանապարհային, դրանով է պայմանավորված նաև Չարենցի փողոցի որոշ հատված, որ խցանման մեջ է, նորոգում կա ավտոճանապարհի եւ այսպես գնանք եւ տեսնենք Սարալանջը դե ունի մշտական, մենք անգիր գիտենք նաև այդ մշտական լոցող փողոցները, որ պիտի փորձենք, եթե հնարավոր է շրջանցենք։ Քո սիրած բոսոր կարմիրն այսօր քիչ էր կարծես, հա։ Այո, միայն թե կարծես թե հենց դեպի Սարալանջ իջնող հատվածում ունենք բոսոր կարմիր այսօր։ Միասնիկյան պողոտաններ բավական խցանված դեռ առավոտից, հիմա էլ կարծես թե կենտրոն իջնող հատվածը։ Այո, Միասնիկյան պողոտան սովորաբար գրեթե միշտ խցանված է, Գայի պողոտանը շատ խցանված ամեն առավոտ այսօր նույնպես։ Ոչ ասում, բայց դու շատ շուտ ես դուրս եկել։ Գայի պողոտան կարծում եմ ժամ չի ճանաչում խցանված լինելու համար, իդեպ հետաքրքիր է, որ ժամանակին երբ առևտրի կենտրոնները ավելի քիչ էին եւ մասիվում նույնպես հայտնի առևտրի կենտրոնը չկար, Գայի պողոտան սովորաբար թեթև էր լինում եւ Միասնիկյանից նոր սկսում էին խցանումները, բայց իրավիճակը փոխվեց եւ հիմա Գայի պողոտան միշտ շատ ավելի, որովհետեւ բոլորը վազում են մոլեր։ Այո։ Իդեպ նկատել ես մարդիկ տարբեր աշխարհում բան չունեն անելու, զբաղվում, սրճարան գնալու փոխարեն գնում են մոլում են զբոսնում։ Ես այդ ֆենոմենը չեմ հասկանում, մոլում զբոսնելու գաղափարը ինձ համար մի քիչ անհասկանալի է։ Կամ այլ երկրներում գնում են մոլ են, տեսնում եմ այնքան լավն էր, շատ գեղեցիկ մոլեր կային, հա։ Այո, կարծում եմ մարքեթինգը կարողացել է մեր կենսակերպի վրա շատ լուրջ ազդեցություն ունենալ եւ նույնիսկ ճամփորդելիս մենք ցավոք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում ինչ որ փակ առևտրային տարածքներում, քան ես այդպես չեմ անում, շատ հազվադեպ եմ ես խանութների վրա ժամանակ ծախսում իսկապես եւ սովորաբար անում եմ միայն երբ իսկապես ինչ որ բան գնելու կարիք ունեմ եւ օրինակ գիտեմ որ այդ երկրում ավելի շատ ավելի մատչելի է։ Բնականաբար չեմ ասում որ ամեն ինչ խիստ գրաֆիկով է, երբեմն կարող եմ ինչ որ բան շատ հավանել եւ ինձ ցույլ տալ, բայց երբեք իմ ժամանակը չեմ վատնում այլ երկրներում շոփինգի վրա։ Իհարկե հիմա համացանցը կա եւ այդ ամենը օնլայն էլ է հասանելի։ Իհարկե եւ նաեւ ես առանց այդ էլ ունեմ ֆոբիա միշտ կորցնելու իմ ճամպրուկը։ Դրա համար երբեք չեմ ծանոթանում։ Ասեմ քեզ մարդիկ կան որ ֆոբիա չունեն կորցնելու, բայց գողանում են։ Նման բաներից զերծ մնանք օդանավակայաններում եւ նաեւ տեսնենք թե այո կատարվում Զվարթնոց միջազգային օդանավակայանում ժամանումների սանդղակին ենք մուտք գործել, ասեմ այստեղ թեթև փոփոխություն կա, մեկ վայրեջք Լառնակայի չվերթը 9:55-ի փոխարեն ժամանելու է 9:38, արդեն ժամանել է, վաղաժամ է այն ժամանել, երկու ուշացում ունենք եւ երկուսն էլ Սոչիի թռիչքներն են, հետաքրքիր է որ տարբեր ավիաընկերություններ նույն ուղղությունը նույն ժամին են դնում, իրար հետ գնում, իրար հետ գալիս են, որ մենակ չլինի մի ինքնաթիռը։ Այո, որ իրար ուղեկցեն։ 10:25-ի փոխարեն 12:39 են վայրեջք կատարելու այդ երկու ինքնաթիռներն էլ Սոչիի, սա էլ իմացանք ուշացում կար, հիմա գնանք մեկնումների սանդղակ, դե բնականաբար։ Նույնպես ուշացումներ ունենք, էլի Սոչին երկու մեկնում ուշացում է։ 11-ից 15-ի փոխարեն նրան կթռնի 13-ից 30-ին հարկել է ռադիոլսողներ։ Եվս մի չեղարկված թռիչք կա այսօր, Կրասնոդարի թռիչքը առհասարակ այսօր չեղարկվել է։ Ինչու ախ, ինչու։ Մի խոսքով, սա էլ իմացանք բարի թռիչք, բարի վերադարձ։ Այո։ Հուսանք ովքեր որ վերադառնում են ջերմ ուրիշ տեսակի տպավորություններով են վերադառնում, բայց վերադառնում ես կամ գնում ես, այստեղ շատ կարևոր է նաև հասկանալ օրվա փոխարժեքը։ Եվ այսպես ամերիկյան դոլարն ըստ կենտրոնական բանկի այսօր 376 դրամ է 94 լումա, 444 դրամ 34 լումայի է համարժեք եվրոն, ռուսական ռուբլին է 4.9, 140 դրամ 85 լումա է վրացական լարին, բրիտանական ֆունտ ստերլինգը 508 դրամ է 34 լումա եւ դիրհամը 102 դրամ է 62 լումա։
Սա էլ իմացանք հարգելի ռադիոլսողներ, շատ ուրախ ենք, որ նաև ակտիվ եք on-line հարթակում եւ գրում եք։ Իմ մոտ տպավորություն է, որ մեր ռադիոլսողներից մեկը Լևեն Մինասյանը բացարձակ չունի քամու հետ, ունի արդյունանում է քամուց, որովհետեւ նախորդ անգամ գրել էր, որ քամի է ու լավ չի։ Հետո ինչ որ պլյուս է դառել օդի ջերմաստիճանը, այսօր էլ գրում է բարև ծաղիկներին։ Այդ մենք ենք։ Լուսո ջան, այնքան ենք արդեն լավ ենք իրար հետ, էլի շատ ցուրտը հեչ, արև է, քամի չկա, քամին է այստեղ բանալի բառը, դե հա, բան չասեցինք, բայց միևնույն է զուտ նկատի ունեինք, որ ամառային հագուստներով պետք չի դուրս գալ։ Իդեպ երիտասարդներին տեսնում ենք արդեն բարակ կոստյումներով, չէ, դրա ժամանակը չի, դեռ կհասցնենք։ Այո, դեռ կհասցնենք։ Մեծացել ենք, հա։ Մի տեսակ։ Ես հոգով վաղուց մեջ եմ։ Ամեն անգամ ռադիոյի աստիճանները բարձրանալիս դա ֆիքսում եմ։ Չէ, դա ռադիոյի աստիճաններից է, բացարձակ կապ չունի։ Լսել եմ, որ պիտի մի հարկ ավելի բարձր լիներ, չէ՞, ռադիոդան շենքը, այո։ Դու ստիպված այդ վիճակում ես հայտնվում։ Եվս մի մեկնաբանություն ունենք Սոնյա Սահակյանից, բարի լույս իմ սիրելի հաղորդավարուհիներ ջան, շատ հաճելի է առավոտյան լսել սուրճ ուսեր ու ամբողջ օրը ուրախ տրամադրություն է ինձ մոտ, շատ ապրեք ու լավ եթեր, հենց դա էլ մեր նպատակն է, առաքելությունը, որ օրը ավելի թեթև ու դրական անցկացնեք մեզ հետ։ Իմաց ես լավ տրամադրություն կփոխանցի նաև Սրփուկը, լսում ենք նրա կատարման իր երգերից մեկը, հետո կշարունակենք։ Կյանքը հանկարծ քեզ տալիս է մի հարց, ով է ճիշտ ով սխալում, կողքին ես նանանա, ինչ ես ասում ու ինչին ես ասում, կտեսնես երազում, ես գալիս եմ նանանա, ես մեղավոր եմ։ Ես մեղավոր եմ, դու ահավոր ես, չզարմանաս ու հետո զայրանաս, որ գիշերը զանգեմ ու ասեմ կեզ նանանա, ես դիմացա, երբ ինձնից հեռացար ու դարձար անտարբեր, քո սիրո դեմ նանանա, ես մեղավոր եմ, դու ահավոր ես, ես մեղավոր եմ, դու Nana, yes, mejor tú amores, yes, mejor tú amores, yes, mejor, ahabor, du es bald. Վիրավորը, կարևորը, դեռ սիրված Ես մեղավոր եմ, դու ահավոր ես Ես մեղավոր եմ, դու ահավոր ես Ես մեղավոր եմ, դու ահավոր ես Ես մեղավոր եմ, դու Սուրճ ու սեր առավոտից։ Մեղավորներ չփնտրենք եւ շարունակենք գնալ առաջ հարգելի ռադիոլսողներ եւ նայում եմ ժամանակին 10 րոպե ժամանակ ունենք որ առաջին հատվածն ավարտենք կարծում եմ ճիշտ ժամանակն է որ Վեգայից հետ Վեգայից Այո, անցնենք օրացույցին։ Վեգայ չէ, էլի Վեգայից։ Անցնենք օրացույցի եւ հասկանանք օրը ինչով է նշանավորվել առհասարակ այսօր։
Գնացինք, գնանք եւ տեսնենք ինչեր է կատարվել պատմության մեջ այսօր։ Եթե Տիգրանն այստեղ լիներ, կասեր տարվա 51-րդ օրն է եւ ավարտին մնացել է 314 օր։ Սա ասեցինք։ Սևակն էլ կասեր, դա։ Կասեր, տղաները փաստորեն սիրում են հաշվել։ Այո։ Նյու Յորքում մետրոպոլիտեն թանգարանն է բացվել փաստորեն 1872 թվականին, Դմեթը այսպես կոչված։ Ես ներսում չեմ եղել, միայն դրսի հատվածում եմ հատուկ գնացել էի լուսանկարվելու, այնտեղ, որովհետև իմ ամենասիրելի սերիալներից մեկում շատ օգտագործվում է այս թանգարանը եւ նաեւ գիտենք, որ հայտնի Met Gala միջոցառում ամեն տարի անցկացվում է հենց այստեղ, այո։ Իսկ չեմ եղել իրական շատ թանկ տոմսերի պատճառով, շատ։ Դե Նյու Յորքը ինքը թանկ քաղաք է, առհասարակ շատ թանկ քաղաք է։ Եթե գնում ես Նյու Յորք, պիտի պատրաստ լինես, որ ծակը գրպանով ետես գա։ Այո, ես իրականում որոշել էի, որ ընդամենը մեկ թանգարան կայցելեմ, այնքան թանկարժեք էին տոմսերը, որ մի քանիսից ընտրեցի ժամանակակից արվեստին։ Լավ արեցի, բայց դուրդ եկավ։ Ոչ։ Փոշմանեցի, որ չեմ ընտրել մեթը։ Իրականում մարքեթինգը իր գործն անում է այստեղ եւ մենք հաճախ նկատում ենք, որ տարբեր երկրներ, որ գնում ես այն հայտնի տեղերը, հա, որոնք համարվում են must to go, պիտի գնաս ու դա տեսնես, բայց իրականում այնքան շատ ավելի կարևոր ու լավ տեղեր ունեն այդ երկրները, որ մնում են երկրորդ պլանում։ Ես սկսել եմ փորփրել եւ գտնել տարբեր երկրների երկրորդ պլանում մնացած կարևոր տեղերը, ու այնտեղ ես գնում, ավելի հաճույք ես ստանում, որովհետեւ քիչ զբոսաշրջիկ կա, քո վրայով չեն անցնում։ Առհասարակ հրաշալի է, երբ կարողանում ես նախապես պլանավորել, հետո կապ հաստատել օրինակ տեղացիների հետ, եթե տեղացի ընկերներ ունես կամ այցելում ես ընկերներից, կամ այնտեղ կան քեզ մտերիմ մարդիկ, փորձառությունը լիովին այլ է եւ կարողանում ես թեկուզ այլ քաղաքում անցկացրած մեկ շաբաթը քեզ գալ ինչպես տեղացի։ Եվ ասում են, եթե ուզում ես իրական այդ երկիրը տեսնել, պիտի գնաս այն տեղերը, որտեղ գնում են տեղացիները։ Սա շատ կարևոր է, տեղեր կան, բայց որ տեղացիները գնում են, ձեզ համար վտանգավոր է, դա էլ պիտի իմանաք։ Մի խոսքով պիտի իմանաք ուր եք գնում, պատրաստ լինեք։ Բայց շատերը գուցե ժամանակին պատրաստ չէին, որ տեսնելու են Թոմ ու Ջերին անիմացիոն ֆիլմը, ու հետո այդ ֆիլմը անդադար ցուցադրվելու է, երեխաները չէին հոգնելու, հիշում ես, մի ժամանակ ինչքան շատ էին ցուցադրում։ 1940 թվականի հենց այսօրն է ցուցադրվել Թոմն ու Ջերին անիմացիոն ֆիլմի առաջին սերիան։ Ես այդպես էլ չտեսա Թոմի Ջերի ֆիլմի տանտիրուհուն, որի ոտքերը տարիներ շարունակ տեսանք, նրա հողաթափիկները, շորիկը, բայց նրա դեմքը այդպես էլ չտեսանք։ Այո, իդեպ ասենք, որ սոցիալական արդարության համաշխարհային օրն է այսօր, այն ընդունվել է 2007 թվականին ՄԱԿ-ի գլխավոր անսամբլեայի կողմից։ Սա էլ իմացա։ Կարևոր օր է փաստորեն։ Այո, եւ փորձենք հասկանալ ովքեր են ծնվել պատմության մեջ այսօրը։ Ֆուտբոլի երկրպագուների համար երևի նշենք, որ այսօր ծնվել է Ռուդի Գարսիան 1964 թվականի այսօրը ֆրանսիացի ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ։ Տեղափոխվենք օպերային աշխարհ 1921 թվականի այսօրն է ծնվել հայ օպերային երգիչ բարիտոն Միհիրան Երկաթը։ Երաժշտական աշխարհում մնալով լեգենդար ամերիկացի ռոք երաժիշտ Քուրտ Քոբեյնի ծննդյան օրն է այսօր 1967-ին, որը ցավոք շատ շուտ լքեց ռոքի երկրպագուները, ինչ որ շատ ռոքերներ, էլի 27 տարեկանում հեռացավ կյանքից։ Հիմա հեռու չենք գնում մշակութային աշխարհից, բայց 1926 թվականին է ծնվել ամերիկացի գրող եւ դրամատուրգ Ռիչարդ Մեդսոնը։ Էլի երաժշտական աշխարհին չէ տեղափոխվում, կարծես թե։ Էլի ունենք, այո, այսօր իմ ամենասիրելի փոփի, հիփ-հոփի եւ R&B-ի թագուհիներից մեկը Բարբադոսից ծաղկած Աստղրյանն է ծնվել 1988 թվականին։ Սա սուբյեկտիվ կարծիք է, բայց չգիտես ինչի, ես մտածում եմ, որ Ռիհանան զուտ նախագիծ է, շատ լավ ստացված նախագիծ, որովհետև նրա երգերը բոլորը կարծես հիթ են դառնում, աղմուկահարույց են, շատ գունեղ են, շատ տպավորիչ են, բայց երբ որ նույնիսկ ամենալավ ուրիշ երգիչ փորձում է այդ երգերը երգել, չի ստացվում, որովհետև մի տեսակ քիչ է մեղեդայնության տարը եւ այստեղ ինքը նման է ավելի շատ լավ մշակված նախագծի։ Առհասարակ ես որոշ ժամանակ առաջ ռուս հայտնի պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի հարցազրույցներից մեկն էի նայում եւ նա ասում էր, որ վերջին շրջանում հատկապես փոփում երգերում երաժշտությունը շատ քիչ է, հիմնական դիզայնի հետ գործ ունենք, այսինքն հիմնականում ժամանակակից տեխնոլոգիաներ են, դիզայն, հնարքներ, մեր ուշադրությունը բռնելու եւ երգի վրա պահելու։ Եվ ինչ որ էլեմենտներ, որոնք հիթ են դարձնում երգը, չէ։
Քանի որ դու շատ ես սիրում Ռիհանային, դե բնականաբար քո ընտրությամբ էլ կլսենք երգ, ռիթմիկ երգ ես ընտրել, այո։ Where have you been-ը լսենք Դե այսօր։ լսենք, հետո կշարունակենք։ Someone who can please me, love me all night long. I've been everywhere, man, looking for you, babe. Looking for you, babe. Searching for you, babe. Where have you been? 'Cause I never see you out. Are you hiding from me? Yeah. Somewhere in the I've been everywhere, man, looking for someone who can please me, love me all night long. I've been everywhere, man, looking for you, babe. Looking for you, babe. Searching for you, baby. Where have you been? 'Cause I never see you out. Are you hiding from me? Yeah. Somewhere in the Սուրճ ու սեր առավոտից։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Խոսում է Երևանը, բարև ձեզ հանրային ռադիոյի ուղիղ եթերում ժամի լուրերն է ներկայացնում ռադիո լուրը, ստուդիայում աշխատում է Մարլինա Հովսեփյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնից Հայաստան է վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ, դրա մասին Փաշինյանը գրել է Facebook-ի իր էջում։ Նա աշխատանքային այցով մեկնել էր Վաշինգտոն, փետրվարի 18-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով մասնակցելու խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Նիստից առաջ Հայաստանի վարչապետը շփումներ էր ունեցել մի խումբ գործընկերների, այդ թվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Կարճատև հանդիպում էր տեղի ունեցել նաև Միացյալ Նահանգների նախագահի հետ։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի վարչապետի պատվիրակության կազմում Վաշինգտոնում նույնպես ներկայ է գտնվել խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Հրապարակված տեսանյութին կից Միրզոյանը գրել է. Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերում։ Եվրամիության հանձնակատար Մարտակոսը մարտի 19-ից 20-ին կլինի Հայաստանում, հայտնում է Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը։ Այցին եւ սպասվող Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովին ընթരാճ Երևանում տեղի է ունեցել Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքային այցը։ Այցի նպատակն էր գնահատել Եվրամիություն Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի իրականացման ընթացքը, որը հիմնված է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա։ Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում հրավիրված եպիսկոպոսաց հավաքը ավարտել է իր աշխատանքը։ Հավաքին մասնակցել են հայ առաքելական եկեղեցու 25 եպիսկոպոսներ, Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու ամենայն հայոց կաթողիկոսության եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է եպիսկոպոսաց դասը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցի պետություն հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ։ Ամերիկայի հայդատի հանձնախումբը անկան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին կոչի արել անհապաղ պաշտոնանկանել Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Թոմ Բարաքին, քանի որ Արդարադատության նախարարության հրապարակած Էփշտեյնի փաթեթում եղած նյութերը փաստում են նրա տասնամյակ տևած մտերմությունը սեռական շահագործման համար դատապարտված Ջեփրի Էփշտեյնի հետ։ Նա Էփշտեյնի փաթեթում հիշատակվում է ավելի քան 540 անգամ, եւ մինչեւ այս ամենը բացահայտվել է, նա արդեն պաշտոնապես ժխտում էր հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կառավարության կողմից։ Նախագահ Թրամփը պետք է նրան հիմա ազատի պաշտոնից, հայտարարել է անկայի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պետք է համաձայնության գա իր միջուկային ծրագրի շուրջ, այլապես վատ բաներ կպատահեն։ Թրամփը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները ընթանում են լավ, սակայն ընդգծել է, թե Իրանը պետք է հասնի իմաստալից համաձայնության։ Նախագահը նաև հիշատակել է հունիսին Միացյալ Նահանգների օդային հարվածները, նշելով, որ Իրանի միջուկային ներուժը չեզոքացվել է։ Գուցե պետք լինի մի քայլ էլ առաջ գնալ կամ գուցե ոչ։ Դուք դա կիմանաք հաջորդ, հավանաբար 10 օրվա ընթացքում, ասել է Թրամփը, առանց մանրամասնելու հիշեցնենք մի շարք փորձագետներ կանխատեսում են, որ առաջիկա օրերին հնարավոր է Միացյալ Նահանգները կրկին հարվածի Իրանին։ Իսկ Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված եռակողմ բանակցությունների հաջորդ փուլը կկայանա Շվեյցարիայում։ Դրա մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է լրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում։ Իմ ունեցած տեղեկություններով բանակցությունների հաջորդ փուլը եւս Շվեյցարիայում է կայանալու։ Շվեյցարիան ճիշտ ընտրությունն է։ Ես միշտ հարգանքով եմ խոսել Մերձավոր Արևելքի մյուս պետությունների մասին, սակայն կարծում եմ, որ եթե պատերազմը Եվրոպայում է, ապա խաղաղության բանակցությունները եւս Եվրոպայում պետք է ընթանան, նշել է Ուկրաինայի նախագահը։ Եվ վերջում մարզական հաղթանակի մասին UEFA-ի կոնֆեդերացիաների լիգայի անցումային փլեյ-օֆի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն Նոան 1-0 հաշվով հաղթանակ է տարել Նիդերլանդները ներկայացնող AS Alkmaar-ի նկատմամբ։ Հաղթական գոլի հեղինակ է դարձել Նոայի ավագ Հովհաննես Համբարձումյանը։ Պատասխան հանդիպումը տեղի է ունենալու Alkmaar-ում փետրվարի 26-ին։ Եթերում ռադիո լուրներ, խոսափողի մոտ Մարլենա Հովսեփյանը, իրադարձությունների զարգացմանը հետևեք հանրային ռադիոյի եթերում։ Սուրճ ու սեր առավոտից։
Արևից կիսափակ աչքերդ անտարբեր նայում են թողնելով իմ սերը միայնակ Կամող շնչից կայլում են իացնելով գարարվում են քո մազերը իմ հոգին վարվում է ետ նայիր խնդրում եմ չէ որ քեզ սիրում եմ ետ նայիր սերդ ես որ տարապում եմ աշխարհի մացի ես նրան սիրում եմ Արևից կիսափակ աչքերդ անտարբեր նայում են թողնելով իմ սերը միայնակ Կամող շնչից կայլում են իացնելով գալարվում են քո մազերը իմ հոգին վարվում է ետ նայիր խնդրում եմ չէ որ քեզ սիրում եմ ետ նայիր սերդ ես որ տարապում եմ աշխարհի մացիր ես նրան սիրում եմ ու ետ նայիր ու տես որ քեզ սիրում եմ ետ նայիր ու տես որ առանց քեզ տանջում եմ ետ նայիր ու տես որ սիրտս տարապում է ետ նայիր ու տես որ ես քեզ շատ սիրում եմ առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը առանց մեր սիրո իմ կյանքը ավարտում է ետ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Իմ սիրով իշտը ինձ թվում է որ ճիշտ է կյանքը որ մենք ապրում ենք կվերի մեզ մի նոր օր ու արդեն ամեն օր կտեսնենք իրար կհամբուրվենք իրար թողնելով աշխարհը կտանենք ուղիղ դեպի սիրո ճանապարհը Ետ նայիր սերդ ես որ տարապում եմ աշխարհի մացիր ես նրան սիրում եմ Ետ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Ետ նայիր ու տես որ առանց քեզ տանջում եմ Ետ նայիր ու տես որ սիրտս տարապում է Ետ նայիր ու տես որ ես քեզ շատ սիրում եմ Առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը Առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է Ետ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է Ետ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Ետ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Ետ նայիր ու տես որ առանց քեզ տանջում եմ Ետ նայիր ու տես որ սիրտս տարապում է Ետ նայիր ու տես որ ես քեզ շատ սիրում եմ Առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը Առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է Ետ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Սիրո ամեն ինչ ավարտում է Ետ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Ետ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Ետ նայիր ու տես որ առանց քեզ տանջում եմ Ետ նայիր ու տես որ սիրտս տարապում է Ետ նայիր ու տես որ ես քեզ շատ սիրում եմ Առանց մեր սիրո մտնել է ողջ աշխարհը Առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է Ետ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Ետ նայիր ու տես որ քեզ սիրում եմ Որ քեզ սիրում Առանց մեր սիրո դատարկ է ճանապարհը Առանց մեր սիրո ամեն ինչ ավարտում է Ետ նայիր ու տես որ ես քեզ սիրում եմ Սուրճ ու սեր առավոտից
Այո, սուրճ ու սեր առավոտից հաճելի լավ տրամադրություն առավոտից։ Մենակ մեր ռադիոլսողներին հիշեցնենք, որ երաժշտական ճաշակները շատ տարբեր են։ Մեկին կարող է այդ երգը դուր գալ, մյուսին կարող է այդ երգը դուր չգալ։ Երգեր կան, որ բոլորին են դուր գալիս գրեթե, էլի մարդիկ կգտնվեն, որ դուր չեն գալիս։ Այնպես որ մենք փորձում ենք այնպես անել, որ լայն լսարանի հետաքրքրությունը ճաշակը բավարարենք։ Այո, որպեսզի բազմազան լինի երաժշտությունը։ Եթե խոսում ենք Ռիհաննայի մասին, որքան էլ իր երգերը մեզ դուր չգան, նա համաշխարհային աստղ է։ Միլիոնավոր մարդկանց են դուր գալիս նրա երգերը։ Եվ միլիոնավոր դոլարներ են վաստակում։ Այո, հենց դրա շնորհիվ։ Ինչևէ, ճաշակին ընկեր չկա այս պարագայում, կարող ենք այդպես ասել, բայց շարունակելով, ասենք որ փոքր ուզում ենք անդրադառնալ վաղվան, քանի որ վաղը շաբաթ օր է եւ մենք սուրճ ու սեր առավոտից հաղորդումը եթերում չի լինելու, մենք որոշեցինք այսօր պարտադիր անդրադառնալ այդ կարևոր տոնին։ Տոնը անմիջապես վերաբերում է մեր խոսքին, զրույցին, որովհետև մենք խոսում ենք, շփվում ենք միմյանց հետ, հենց լեզվի միջոցով, իսկ վաղը մայրենի լեզվի միջազգային օրն է։ Այո, փետրվարի 21-ը հռչակված է մայրենի լեզվի միջազգային օր UN-ի նախաձեռնությամբ եւ սրա նպատակն այն է, որպեսզի տարբեր երկրներում մայրենի լեզվի պահպանության ուղղված քայլեր ավելի հաճախ եւ ակտիվ արվեն։ 1999 թվականից է այն նշվում ամբողջ աշխարհում, չէ, պաշտոնապես սահմանվել է 99 թվականին, նշվում է ամբողջ աշխարհում 2000 թվականից, այո, ՅՈՒՆԵՍԿՕ-ն է նախաձեռնել այս տարբերակը, այո, խթանել լեզվական եւ մշակութային բազմազանություն, պահպանել անհետացող լեզուները, իդեպ անհետացող լեզուներն էլ ուրիշ հետաքրքրություն ունեն, էլի, այդուհանդերձ։ Ես այսօր լեզվի մասին փաստեր էի կարդում, մայրենի լեզուները, եւ պարզվեց, որ շատ են անհետացող լեզուները եւ անընդհատ մի նոր լեզու անհետանում է, որովհետեւ այո, աշխարհում իրականում շատ լեզուներ կան, քան մենք կարող ենք նույնիսկ պատկերացնել։ Օրինակ Պապանյուգինիում կա ավելի քան 800 լեզու։ Փոքրիկ տարածք է իդեպ, որքան գիտեմ, այնպես չի որ մեծ է, ճիշտ եմ, չէ՞։ Եվ ամեն ընտանիք իր լեզվով է խոսում։ Դե այդպես որ նայենք, կան պետություններ, երկրներ, որտեղ մի պետության մեջ այնքան շատ լեզու կա ու ոչ թե բարբառային զրույց է գնում, այլ տարբեր լեզուներ են ու այստեղ մենք տեսնում ենք ինչքան դժվարացնում է, չնայած իրենք սովորել են եւ իրենց օրինակ Հնդկաստանը, եթե օրինակ բերենք, պաշտոնական երկրորդ լեզուն անգլերենն է, բայց ներսում բացի հինդից, չգիտեմ քանի շատ լեզուներ կան, իրար չեն հասկանում, փրկում է անգլերենը։ Այո, իդեպ հինդին նաեւ աշխարհում ամենաշատ խոսացող լեզուն, ամենաշատ տարածված լեզուներից մեկն է 4-րդ հորիզոնականում է։ Սկզբի հորիզոնականները դեռ չեն ասի, որովհետեւ պահենք հետոյի համար։ Նաեւ ինձ թվում է այստեղ պիտի ընդգծենք լեզուների մասին խոսելիս, թե իրականում որքան հաջողակ եւ երջանիկ ենք մենք, որ ունենք նաեւ մեր լեզուն գրավոր, որովհետեւ պարզվում է աշխարհում շատ լեզուներ կան, որոնք միայն բանավոր կիրառություն ունեն եւ ընդհանրապես չեն գրում, տառեր չկա, ուղղագրություն։ Միայն խոսում են, այո, չկան տառեր, չկա ուղղագրություն, այս լեզուն միայն բանավոր է։ Անհասկանալի է այդ պահը։ Ինչպես գիտենք նաեւ այբուբեն որպես այդպեսին, այնպես չէ որ բոլոր մեծամասնությունը, այո, այնպես որ այո։ Շատերը վերցնում են լատինատառ, գրում են եւ այդպես հարմարեցնում են իրենց լեզվին։ Շատ լեզուներ շատ բարդ է եղել եւ ստիպված են եղել ավելի պարզեցնել, որպեսզի մարդիկ կարողանան գրել, շփվել միմյանց հետ, դա էլ կա միանշանակ, չէ, այդպես է, չէ։ Բայց երաժշտությունը այն լեզուն է, որ հասանելի է բոլորին, անկախ նրանից իրենք կարողանում են, հասկանում են այդ լեզուն, թե ոչ, եւ հաճախ մենք շփվում ենք նաեւ հենց երաժշտության լեզվով, այդպես է, չէ։ Իհարկե, մշակույթը կարծես թե տարբեր ճյուղերը արվեստի յուրահատուկ լեզու են, որը, ինչպես դու նշեցիր, սահմաններ չի ճանաչում։ Հիմա լսենք հերթական երգը, որը ժամանակին հիթ էր ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ Եվրոպայում։ Հետո կշարունակենք արդեն զրուցելու ենք առհասարակ մայրենի լեզվի մասին, իհարկե փորձագետը արդեն այստեղ է։ Lui să are
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ, սեր, լավ տրամադրություն հարգելի ռադիոլսողներ, առավոտից հենց ձեզ համար մենք փորձում ենք ժամ ու կես ապահովել հաճելի լավ տրամադրություն օգտակար տեղեկություններով, որպեսզի փորձեք ճիշտ կազմակերպել ձեր օրը։ Իդեպ մասնագետները նշում են եւ ասում, որ ճիշտ կազմակերպելու ամենակարևոր գործոնն այն է, որ երբ դուք արթնանում եք, միանգամից հեռախոս չպիտի վերցնեք ձեր ձեռքը, որովհետեւ այդ ժամանակ արդեն ոնց որ այդ ինֆորմացիայի տարափը որ գալիս է տարատեսակ վատ, լավ, արդեն ուղղորդում է ինքնաբերաբար նաև քո ենթագիտակցական մակարդակում եւ այստեղ դու ոնց որ ընկնում ես գերի այն պարագայում որ երբ դու արթնանում ես եւ զարթուցիչը ծնգացել է այսօր առավոտյան էի լսում այդ մասին ասում է 5 րոպե ուղակի դու պիտի վերջ կենաս որովհետեւ այդ արթնանալու քնից արթնանալու ժամանակահատվածն է միջանցքն է որ պիտի կարողանաս մտքերդ կազմակերպել եւ ինքդ մտովի երանգներ տալ թե ինչպեսին պիտի լինի օրդ Բարդ հնչեց, մի տեսակ, բայց կարծեի ասում, այո, չէ, դու կարծեի ասում, բայց ես հասկացա պատճառները, թե ինչու իմ օրը սովորաբար կազմակերպված չի լինում, որովհետև առաջին բանը, որ ես անում եմ, հենց հեռախոսը ձեռքս վերցնել է։ Տեսանք, թե մեր հյուրն ինչպես է սկսում առավոտները, սիրով ներկայացնեմ Ինչպես նշեցինք այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է։ Ներողություն, վաղ ամսի 21-ի։ Եվ այդ առիթով սիրով ներկայացնեմ մեր հյուրին հայոց լեզվի ուսուցիչ Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արսեն Վարդանյան։ Բարի լույս։ Բարև ձեզ, ողջույններ։ Բարի գալուստ Հանրային ռադիո, շնորհակալ ենք, որ հրավերն ընդունել եք։ Առավոտյան կարծում եմ միշտ վաղ եք արթնանում մասնագիտությունից ելնելով, ինչպես եւ մենք։ Ինչպես է սկսվում օրը։ Ահա Շնորհակալ եմ հրավերի համար։ Հեռախոսը վերցնում, որպեսզի անջատեմ զարթուցիչը եւ անցնեմ մյուս գործերին։ Իրականում իմ ուղեղը ամենալավը աշխատում է առավոտյան վաղ, այսինքն այդ 6-ի 7-ի ժամանակահատվածում։ Այո, եւ հիմնականում ինքնաբերաբար եմ արթնանում եւ ինքս եմ անջատում զարթուցիչը եւ արդեն անցնում եմ իմ օրվա պլանավորմանը դասերի հատկապես, որովհետեւ եթե երեկոյան օրինակ մտածում եմ ինչ պիտի անեմ հաջորդ դասին, սովորաբար ուղեղս քաոսային վիճակում է մի քիչ լինում եւ ինչ որ գաղափարներ ծնվում են, բայց չեն դասվում, բայց առավոտյան արդեն ամեն ինչ տեղն է ընկնում եւ ես արդեն մտովի պատրաստ գնում եմ եւ մտնում լսարան կամ դասասենյակ եւ պատրաստում եւ անցնում իմ աշխատանքային առօրյային։ Պարոն Վարդանյան, ինչպես արդեն նշեցինք, ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարծում են, որ Մայրենի լեզվի պահպանությանը առանձին օր է հարկավոր, որքանով եք համաձայն, արդյոք իսկապես մեր օրերում սա կարևոր հիմնահարց է։ Եվ արդյոք հատուկ օր պիտի լինի, միշտ պիտի չէ դրա վրա ուշադրություն դարձնենք։ Իսկապես դա ոչ թե մեկ օր պիտի լինի, այլ տարին բոլոր օրերը պետք է լինեն Մայրենի լեզվի պահպանության օրեր, որովհետև իսկապես մենք մեր դարաշրջանում հատկապես այս վտանգվածության խնդիրը ունենք լեզուների, պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, տեղեկատվական սարքերի, այսպես զարգացմամբ, գլոբալիզացիայով, արհեստական բանականության ի հայտ գալով եւ այսպես իր հաղթարշավով սոցցանցային հաղորդակցությամբ եւ այսպես բազմաթիվ ռիսկեր, վտանգներ կան, որոնք սպառնում են լեզուներին, իսկ լեզվի մահ նշանակում է նաեւ ժողովրդի մահ, ժողովրդի այսպես կենսագոյության դիմագծի փոփոխություն է նշանակում եւ եթե մենք մայրենի լեզուն թողնենք վտանգվի, մենք էլ կվտանգվենք։ Խոշոր լեզուների դեպքում այս վտանգը շատ չկա։ Իհարկե կան լեզուներ, որոնք դոմինանտ են, օրինակ նույն անգլերենը ազդում է նաև բավականին մեծ լեզուների վրա, ինչպիսիք են օրինակ իտալերենը, իսպաներենը, ֆրանսերենը։ Այո, որովհետև նույն իտալացին այդ նույն անգլերեն բառամթերքը վերցնում եւ փոխանակ իրենց բառեր օգտագործեն, այդ օքեյները, դեդլայները օգտագործում է եւ մեր դեպքում սա հարյուրապատիկ ավելի վտանգավոր, որովհետև մենք փոքր ենք եւ մենք փոքր լինելու նաեւ այդ որոշակի բարդույթ ունեն փոքր ազգերը սովորաբար եւ շատ ավելի արագ են վերցնում մտածելով ժամանակաշրջանից, իրողություններից հետ չմնանք, այնպես որ շատ կարեւոր է այս տոնի գաղափարը։ Եվ շատ կարևոր է ճիշտ հայերեն իմանալը, սա եւս շատ կարևոր է եւ հաճախ մենք նաեւ տեսնում ենք ձեր մատնանշած ինտերնետը եւ ժամանակակից տեխնոլոգիաները լատինատար են գրում բառերը, որը հաճախ նաեւ ծիծաղելի իմաստային փոփոխություններ է իր հետ բերում այս պարագայում եւ երբ մենք չվախենանք սխալվելուց, այսինքն որ գուցե սխալ կգրենք այդ բառը եւ այդուհանդերձ գրենք հայատար, դա ավելի լավ է, չէ՞։
Միանշանակ, նույնիսկ մի հետաքրքիր ինքնաբուխ տոն կա Հայաստանում, Հայատար գրելու օրը, որ ուղղակի անձնական նախաձեռնություն է, ինչ որ մարդիկ տարածվել է եւ շատ ողջունելի է, որ դա տարածվել է, նույնիսկ խոսում են դրա մասին, նշում են, քարոզվում է դա անընդհատ եւ ես կարծում եմ էլի պիտի քարոզվի ու շարունակվի, հատկապես կիրթ մարդիկ, որոնք կարևորում են լեզվի դերը, սա պիտի քարոզեն, ոչ թե ամեն ինչ, ասենք, դե ազատություն է, մարդիկ ինչպես ուզում են, իրենց կամքն է, իրավունքն է եւ այլն, որտեղ սա իսկապես մեծ վտանգ է մեր լեզվին սպառնացող, մեր այդ 1600-ամյա այբուբենը թողած, որով ցանկացած ազգ կհպարտանար, մենք բարև դզես, բզես, անտերի նման բաներ են գրում, որը շատ զավեշտալի է։ Ոչ մի մեկնաբանություն չեմ ընթերցում։ Եվ սա դպրոցից նաև պիտի սկսել, ես իմ աշակերտներին շատ այսպես գեղեցիկ ձևով, ոչ թե պարտադրանքով խնդրում եմ, որ գրեն հայատառ եւ իմ բոլոր նամակները խմբերում, որտեղ ծնողները, աշակերտները գրում են միայն հայատառ են։ Եվ երբ լատինատառ են գրում, ես ուղղակի ասում եմ չհասկացա, գուցե մի հատ նորից գրես։ Եվ երբ արդեն հայատառն է, ես ամեն ինչ հասկանում եմ, դա դառնում է սովորություն, հետո իրենք են ասում, վայ սովորեցի, այսպես ավելի հեշտ էր եւ սիրուն էր։ Պարոն Վարդանյան, քանի որ ամեն դեպքում լեզուն փոփոխվող, անկախ մեր կամքից փոփոխությունների ենթարկվող օրգանիզմ է շակերտներում ասած, օրինակ իմ դեպքում, եթե անձնական օրինակով բերեմ, եթե հաջողվում է բարեբախտաբար խուսափել օրինակ ժարգոնային բառերից կամ ոչ տհաճ բառերից հայերեն, սովորաբար դժվար է լինում խուսափել միջազգային տերմիններից, հատկապես երբ դա վերաբերում է նորագույն տեխնոլոգիաներին, որովհետև կան տեխնոլոգիաներ, նույն օրինակ ինտերնետի համար արդեն ունենք համացանցը, բայց ամեն ինչ շատ նոր է եւ շատ դժվար է լինում, այսպես ասած, դրանց հայերեն տարբերակները, համարժեքները գտնելը։ Ովքեր են ստեղծում այդ հայերեն համարժեքները, որովհետեւ նոր ստեղծված բառերի հայերեն թարգմանություններն էլ միշտ չէ, որ համահունչ են թվում կամ ներդաշնակ են, շատ դժվար են համակերպվում։ Ինչպես է այդ process-ը տեղի ունենում, ովքեր են ստեղծում այդ նոր բառերը։ Այդքան բառեր կան, որ սարսափելի է, ավելի լավ էր չստեղծվեին, անկեղծ եմ ասում։ Շատ հետաքրքիր թեմայի մասին եք խոսում, մենք համալսարանում այդպիսի դասընթաց ունենք նաև, որը ներառում է նաև այդ բաղադրիչը, ձեր ասածը իրական խոսքը վերաբերում է նորաբանություններին, օտարաբանություններին եւ փոխառություններին, սրանց սահմանի մասին պետք է խոսենք եւ լեզվական մի երևույթի մասին խոսեցիք, որ կոչվում է օտար բառով պուրիզմ, հայերեն մաքրամոլություն։ Մաքրամոլությունը իրականում լեզուն մաքրելու հետաքրքիր գործընթաց է, հատկապես արևմտահայերենում սա շատ գործուն է, արևմտահայերը պայմանավորված պետական բացակայությամբ եւ այլն մեջ սփյուռքի հատվածը հիմնական շատ ուշադիր են լեզվի այդ բաժնի նկատմամբ ամեն ինչ թարգմանել, ոչ թե կոմունիզմ, այլ համայնավարություն, ոչ թե ռադիո, այլ ձայնասփյուռ եւ այլն եւ այլն։ Եվ արևելահայերեն դեպքում սա եւս կարեւոր է, բայց պետք է սահմաններ ունենա։ Այսինքն այստեղ շատ կարևոր մի քանի գործոններ պետք է հաշվի առնել։ Այդ նոր ստեղծված բառը պիտի ունենա հանրային ընդունելիություն։ Այսինքն այդ հնչյունական կազմը, որը ունի այդ բառը, բոլորիս համար նորմալ լինի։ Չլինի չափազանց երկար՝ ի տարբերություն օրինակ օտար բառի։ Տեսեք, ենթադրենք այսպես չափում անենք՝ ինտերնետ, 3 վանք ունենք, չէ՞։ Համացանց։ Տեսակ, որ սովորաբար այսպիսի զուգադիպություններ պիտի լինեն, որպեսզի դառնա սա կենթանի։ Եվ հնչյունական օրինակ բաղաձայների կուտակում չլինի, ավելորդ այսպես երկարաբան կառույցներ չլինի։ Օրինակ նայեք, մենք խոսակցականում ասում ենք պուլտ, չէ՞։ Եւ հայերեն տարբերակը երբ նայում ենք, ինչ որ բառարանում հեռակառավարման վահանակ։ Հաշվեք 9-1-ի հարաբերակցությամբ պուլտ 1 վանք, հեռակառավարման վահանակ 9 վանք։ Սա չի կարող արդեն փոխարինող համարժեք դառնալ։ Հետևաբար այսպես մի քանի գործոններ են կարևոր, բայց առանց այդ նաև նոր բառեր ստեղծելու լեզուն ուղղակի կենսունակ չի լինի։ Ուղղակի շատ կարևոր է հասկանալ ինչը թարգմանել, ինչը ոչ։ Եվ հասարակական միջազգային բառեր, որ պարտադիր չի թարգմանվեն։ Միանշանակ, այստեղ ես ուզում եմ մի շատ կարճ մի երևույթի մասին խոսել, որ կոչվում է փոխառություն։ Այսինքն մենք հայերենի բառապաշարում ունենք բազմաթիվ բառեր, որոնք մենք վերցրել ենք, հայացրել ենք, եւ այդ բառերը շատ լավ ներդաշնակ մեր լեզվի հետ, օրինակ ձեզնից ով է մտածում, որ եկեղեցի բառը հայերեն բառ չէ։ Չէ՞ որ դա էկլեսիա բառն է հունարեն, որը ինչ որ մի ժամանակահատվածում ենք վերցրել ենք, եւ ինչքան գեղեցիկ է, չէ՞, ինչու՞ եւ ինչքան կարեւոր արժեք կա այդ բառի մեջ։ Այնպես որ շատ կարևոր է նաև այսպես աշխարհի փորձից չկտրվելը։ Ճիշտ ադապտացումն է շատ կարևոր։ Ցանկացած բան copy paste-ի պարագայում ձախողում է, երբ ադապտացնում ես եւ տեղայնացնում ես, բառը փոխեցի այո։ Երբ տեղայնացնում ես, արդեն աշխատում է, որովհետեւ դու արդեն հարմարեցրել ես տվյալ
երկրին, մտածողությանը, որ արժե համակարգին։ Այստեղ պարզապես բալանս է, այդ հավասարակշռությունը չխախտվի։ Այնպես չլինի օրինակ այդ օտար բառերը գերակշռեն եւ մենք անդադ մի նախադասության մեջ deadline, okay, այսպես cute, cringe, այս տեսակ բառապաշարը դարձնենք։ Ինչ որ նոր բառեր են, ես մեծ նոր բառեր են։ Դե բայց օրինակ crush-ին այդպես կարճ հայերեն համարժեք հենց crush բառին չկա, չէ։ Որտեղ crush-ը մերը չի։ Սկսենք նրանից, որ սա հայկական երևույթ չէ։ Մենք միանգամից չի կարող լինել։ Այո, մենք միանգամից սիրահարում ենք, համակրում ենք, չէ, սիրելի անձ։ Եթե crush-ը փորձենք թարգմանել, կստացվի իմ համակրած անձը երևի մոտավորապես այդպես, բայց դե էլի կարծում եմ չունենք Ես նորմալ եմ նայում, որ որոշակի բառեր չենք թարգմանում եւ գործածում ենք, կարեւորը եթերում դրանք չհնչեն։ Սա եւս շատ կարեւոր որտեղ ենք ուղղությամբ եք տանում թեման, որովհետև շատ կարևոր է սա անպայման նշել, որ լեզուն միայն գրական լեզուն չէ, լեզուն շատ շերտեր ունի։ Բարբառներից սկսած, այսինքն բարբառը որպես տեղի խոսակցական լեզու, որը բավարարում է իր տեղի տարածքի կարիքները, խոսակցական շերտի բառապաշար, գրական շերտի բառապաշար, բարձր գրքային բառապաշար, արևմտահայերենին անպայման անդրադառնանք։ Հետևաբար ձայնասփյուրից եմ վերականգնում։ Հա, շատ կարևոր է ամեն ոլորտում, ես միշտ ասում եմ, մարդը ինչպես որոշ սարքեր են, պիտի ունենա ռեժիմներ, լեզվական ռեժիմներ անվանենք, այո, եթե ես օրինակ հիմա եթերում եմ, բնականաբար իմ հաղորդակցության լեզուն պետք է տարբերվի նրանից, ինչ որ մենք սուրճի սեղանի շուրջ նստենք եւ պիտի տարբերվի նրանից, երբ ես դասախոսություն եմ կարդում կամ իմ հարազատի հետ եմ զրուցում։ Երբ կա այս տարբերակվածությունը, լեզուն դառնում է կենթանի, շնչող, ապրող, բայց երբ մենք կաղապարում ենք լեզուն, ասում ենք բոլոր իրավիճակներում այսպես, այնպես, անտարակույս, բայց եւ հատկապես այլապես այսպիսի բառեր, դա շատ կեղծ ծայրահեղություն է, որովհետև մենք ուզում ենք գրագետ Երևալ եւ ինչքան բառ գիտենք, դնում ենք նախադասության մեջ։ Այն պարագայում, որ բարդացնում են մտքի հասանելիությունը։ Այս պարագայում շատ կարեւոր է խոսել բարձ, բայց ոչ բարձունակ։ Գովազդ մեր եթերում, հետո կշարունակենք։ Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր եւ քաղցր ու շատ արդյունավետ զրույց ես կասեի։ Այո։ Փետրվարի 21-ը 2000 թվականից նշվում է Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր եւ այդ առիթով զրուցում ենք հայոց լեզվի ուսուցիչ Երևանի Պետական Համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս Արսեն Վարդանյանի հետ։ Շատ հաճելի է ձեզ հետ զրուցել, իրականում հատկապես դիկցիան եւ ամեն ինչը շատ տեղին է ու շատ կարեւոր։ Մենք միշտ խնդիր ունենք սերունդների բախումներ, չէ՞։ Այս սերունդը ոչինչ չի հասկանում, միշտ է դա տեղի ունենում, օրինակ ես հիմա փորձում եմ չհետևել այդ օրինակին եւ փորձում եմ տեսնել ինչպիսին է երիտասարդ սերունդը։ Հետաքրքիր մի փորձառություն ունեք դուք եւ աշխատում եք աշակերտների հետ եւ ուսանողների հետ։ Եկեք հասկանանք որքան են նրանք կարեւոր համարում մայրենի լեզուն, որովհետեւ մենք նկատում ենք հաճախ, որ հատկապես այն մարդիկ, որոնք ծրագրավորում են ընտրում, այդ ճանապարհն են ընտրում, ավելի շատ խորացված սկսում են սովորել անգլերեն, ու մեկ էլ տեսնում ես նրանք սկսում են մտածել նույնիսկ անգլերեն։
շատ կարևոր հարցադրում է։ Իրականում մարդու կյանքի բոլոր տարիքներին եմ առնչվում, որովհետև նաև դա վերապատրաստում եմ ուսուցիչներին, դասախոսների, այսպես եւ այդ լեզվական ամբողջ բանը մարդու ամբողջ կյանքը 10 միշտ կատակով ասում 10-ից 80 տարեկան մարդկանց եւ այդ սերունդների հաջորդականությունը նաև լեզվի փոփոխության տեսակետից շատ նկատելի է։ Անշուշտ ունենք խնդիր հատկապես դեռահասների շրջանում եւ երիտասարդների պայմանավորված առաջին հերթին սոցցանցային հաղորդակցությամբ, որովհետեւ սոցցանցային հաղորդակցությունը դարձել է շատ արագ, շատ կարճ, մի քանի բառի սահմաններում իրենք գրեթե ամեն ինչ իրար հասկանում են, չէ՞, օրինակ ենթադրենք նույնիսկ այսպես եթե նայենք Instagram-յան մեկնաբանությունները սահմանափակ տարածք ունեն, չէ՞, դու չես կարող այնտեղ երկարաշունչ մի նամակ գրել, պետք է մի փոքրիկ մի բան գրես եւ ուղարկես եւ այսպես բան։ Իսկ այս կարճ խոսքը ազդում է նաև առհասարակ շփման առումով ուսանողների խոսքի սակավության վրա։ Մեր ուսանողների բառապաշարը սարսափելի փոքրացել է, սարսափելի, երբ իրենք ուզում են ինչ-որ մի բան ասել, 3-4 նախադասություն անցնում է, իրենք այլևս ասելիք չունեն, բայց միևնույն ժամանակ իրենց թվում է, որ իրենք ամեն ինչ ասել են, որովհետև այս արագացված ինֆորմացիայի ժամանակներում 60 վայրկյանանոց ռիլների միշտ ասում եմ ուսանողների մտածողությունը հարմարվել է սոցցանցերին, հա 60 վայրկյանանոց ռիլի միջոցով ամբողջ ինֆորմացիա ներկայացնել։ Նույնիսկ ասենք ինչ որ գրքի սեղմավեպը կարդալով մտածել ամբողջ գիրքը գիտեն։ Այնպես որ ունենք որոշակի խնդիր այս առումով եւ պետք է այստեղ ոչ թե ուղղակի արձանագրենք եւ անցնենք առաջ, այլ մեր ուսուցման ձևն էլ փոխենք, որտեղ մեր ուսանողների եւ աշակերտների կարիքները այլ են, մենք շարունակում ենք նրանց սովորեցնել դերբայական դարձվածի դրսևորման, չգիտեմ, եսի մինչերը, բաղադրյալ ստորոգյալը հայերենում, ինչպես է կազմում, այնպեսի խրթին քերականական բաներ, որոնք խոսքի հետ խոսքի կառուցմանը ոչ մի առնչություն չունեն։ Ես մի անգամ առանձնացրել էի թեմաների մի ցանկ դպրոցական թեկուզ մեջ ծրագրից, որոնք ոչ մի առնչություն չունեն կենթանի խոսքի հետ։ Օրինակ հիմա եթե մենք իրար հետ խոսում ենք, ոչ մեկս էլ մեր բայի ժամանակաձևի անվանումը չենք մտածում, չէ՞։ Ես հիմա սահմանական եղանակի անկատար անցյալ կամ ներկա մակարդակի վրա եմ ես։ Եթե շատ անկեղծ ես չեմ էլ հիշում, այսինքն եթե կարող եմ միտքս ճիշտ ձևակերպել, միևնույնն է չեմ հիշի։ Անշուշտ քերականություն իմանալը պարտադիր է, բայց միայն քերականություն իմանալ չի նշանակում լեզու իմանալ։ Իդեպ բառերը կարճացնելու հետ կապված ձեր նշած խնդիրը շատ ակտուալ է նաև անգլերենում եւ մնացած լեզուներում։ Այնտեղ պատանիները եթե նախկինում նույնիսկ OK բառը ձեր նշած, հիմա K են գրում։ Պարզապես K, արդեն OK չէ։ Կամ on my way ճանապարհին եմ OMW, այսինքն հապավումների են ասել եւ ալարում են ամենավատ բանն է հապավումները։ Այո, բայց ինչպես նշեցիք, շատ հաճախ, երբ ինչ-որ բան չի հարմարվում հասարակության հանրության կարիքներին, դա փոխվում է եւ հաճախ ինչ-որ երևույթ, որը ժամանակին սխալ է համարվել կամ ինչ-որ բառ մտնում է լեզվի մեջ, գիտեմ, որ նման դեպքեր նույնպես հայոց լեզվի հետ կապված եղել են։ Որ դեպքում կամ ինչպես է պետք շակերտներում ասած հարմարվել, համակերպվել, օրինակ ինձ շատ երկար ժամանակ դժվար էր տրվում ով եւ որը տարբերությունը, այսինքն իմացանք հեշտացավ, բայց իրականում եթե նույնիսկ ես անընդհատ եթերում լինելով բավական բարդ ընկալեցի, կարծում եմ երիտասարդների համար էլ ավելի, չգիտեմ, դժվար կլինի։ Հետաքրքիր է կան սխալներ, ասում ենք, չէ, կոպիտ սխալ է, կոպիտ սխալ չէ, արդյոք ոչ կոպիտ սխալներ գոյություն ունեն, եւ եթե այո, ապա որոնք են այն դեպքերը, որոնք կարելի է ներել, այսպես ասած, սխալը։ Շատ էլի կարևոր հարց է։ Տեսեք, խոսեցինք, որ լեզուն բազմաշերտ է, չէ՞, մենք ունենք խոսակցական լեզու եւ գրական լեզու։ Երբ հերթը ասում է, օրինակ, քերականական ինչ-որ ձևի ճիշտ կամ սխալ լինելուն, օրինակ խոսացի թե խոսեցի, այս դեպքում պետք է նկատի ունենալ հետեւյալը։ Խոսակցական լեզվում նորմալ է խոսացի ձևը։ Ակնհայտ է, որ այս բայը գնում է ախոնարման բայ դառնալու ճանապարհով։ Սա ակնհայտ է 90% հայախոս մարդիկ խոսալ ձևն են օգտագործում խոսակցական լեզվում։ Գրական լեզվում լեզվական նորմի պահպանման տեսակետից ճիշտ է խոսելը։ Դրա համար պետք է տարբերակել խոսակցական լեզվում սա նորմալ է, գրական լեզվում սա նորմալ չէ։ Ահա Լեզվի զարգացման ընթացքում տեղի են ունենում նաև այսպես անցումային վիճակներ։
տեսեք, օրինակ եղել է մի ժամանակ, երբ մենք բացենք 19-րդ դարի հայ գրականություն, բայերը օրինակ կտեսնենք խոսեցավ, լսեցավ, այս տեսակ ձևեր, որոնք դարձել են այժմ խոսեց, լսեց։ Եվ հիմա կան ձևեր, որոնք նաև հիմա են փոխվում։ Օրինակ, ասեցի, թե ասացի։ Ավանդաբար ընդունված է ասացի ձևը, որտեղ անկանոն բայ է, բայց եթե նայում ենք տրամաբանության առումով, բայը ասել է, հետեւաբար ասեցի ձևը ավելի ճիշտ է։ Ու չի բացառում, որ օրինակ 10-20 տարի հետո քերականության դասագրքերում այս բառը դառնա կանոնավոր բայ եւ արդեն ամրագրվի կանոնավոր ձև։ Ներողություն, այս փոփոխություններին չպիտի այսպես ցավագին արձագանքենք եւ ասենք մեր լեզուն վատն է, խառն է եւ այլ։ Սա լեզվի տրամաբանական բարդ է եւ հրաշալի։ Ճկուն է ու բարբարոս։ Այս սխալները, որի դեմ չեն կարողանում պայքարել, պետք չի ճիշտ դարձնել։ Օրինակ, երբ հիմա համարը դարձրել են թիվ եւ դու ասում ես թիվ 3 դպրոց, դու կրկնաբանությամբ ես զբաղվում փաստացի։ Կամ ինչպես եք վերաբերվում են հանգամանքին, երբ ռուսերենից վերցնում են բառացի թարգմանում են եւ դարձնում են դրանք առօրյա, օրինակ, ինձ համար սարսափելի է, երբ թվից առաջ դրվում է շուրջ բառը։ Թե որ շուրջը օկլնչի, շուրջը վակրուկն է։ Մեկը սխալվել ինչ որ արել է եւ այդպես տարածվել է ու բոլորը մտածում են, որ թվից առաջ պարտադիր պիտի դնեն այդ շուրջ բառը, այն պարագայում, որ մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է եւ միմիայն մոտավորն ու ավելի քանը պիտի գործածես այն պարագայում, երբ որ դու իրեն կլորացնում ես։ Շատ տեղին բան եք ասում, ձեր ասածը լեզվաբանական առումով կոչվում են ռուսաբանություններ կամ օտարաբանություններ։ Ահա, կամ ամենածիծաղելի օրինակը ինչպես է անունդ, չէ՞, որը ենթադրում է վիճակ, չէ՞, բարևում է այսպես։ Իրական տեսեք, այն որ ասում երի կարիքները մեր դպրոցական եւ բուհական ծրագրերի եւ իրականությունը մի քիչ շեղված են։ Իհարկե բուհական ծրագրում մենք ունենք այդպիսի թեմա, կոչվում է օտարաբանություններ եւ օտարաբան կառույցներ, բայց օրինակ ես շատ կուզեի դպրոցական դեռ կրծեր դպրոցից երեխայի մեջ նաև լեզվա մտածողությունը ձևավորել, որ ինքը հասկանար, որ օրինակ խոսքը գնում է արտահայտություն է, հայի լեզվա մտածողության մեջ ոչ մի ձևով չի տեղավորվում։ Հայերենում խոսքը ինչ որ բանի մասին է, վերաբերում է, ոչ մի տեղ չի գնում, կամ բանը կայանում է նրանում, իրենից ներկայացնում է, այսինչը համարվում է այսինչ։ Սրանք բոլորը օտարաբան կառույցներ են, որոնք թարգմանության հետևանքով, բառացի թարգմանության, տարածվել են լեզվի մեջ, հիմնական խորհրդային շրջանում, երբ ռուսերենը գերակշռող ազդեցություն է ունեցել, մտել է մեր լեզվամտածողություն եւ մոլախոտի պես մնացել է, այնպես որ պետք է կարողանանք սրանք մաքրել եւ այդ մաքուր լեզվամտածողությամբ մեր երեխաներին սովորեցնենք, որն է հայերեն է։ Եվ գիտեք, շատ գործուն է, սա ռոմանտիկայի ժանրից չէ։ Երբ իրենց մեջ արդեն սա դնում ես, ինքը այդ հայերեն լեզվամտածողության կրող, ինքը արդեն հասկանում է, որ օրինակ գոյականից հետո դա բառը պիտի չասեմ, որտեղ ավելորդ է։ Հայերենը չի կարող կրկնակի ենթակա լինել։ Ավելորդ բառերը պիտի հանեն։ Վերջ, իհարկե։ Ի վերջո ամեն բառ իր իմաստն ունի։ Երբ որ մենք դրամաբանում ենք նախադասություն կազմելուց եւ այդ բառերը նայում ենք ինչ ճերմակն ու սպիտակը նույն բանը չեն ի վերջո։ Եթե նույն բանը լինեին, կարիք չէր լինի երկու բառ ստեղծելու։ Մեր ռադիոլսող Խրաչ Մանուկյանը նշել է, որ երևանյան ժարգոնում կան շատ տհաճ բառեր՝ սութա, Իրան, Իրաք, դոլար եւ այլն, ինչ կարելի ասել այս մասին։ Ես էլ ավելացնեմ Գերմանիա։ Իդեպ մի բան ասեմ։ Խելագարվել։ Ռեախոսությունը, չգիտեմ ինչով է պայմանավորված, բայց շատ հաճախ ես էլ եմ լինում է, որ ժեի փոխարեն ռեյ եմ ասում, օրինակ Արման անունը ես այդպես սովորեցի ասել Արման, հիմա ասում եմ Արման, հիմա ինձ տիպում եմ։ Եվ միշտ իմ շատ սիրելի պարոն Օլքինյանն է ինձ դիտողություն անում։ Պարոն Օլքինյանի ձեռքից պրծություն ենք։ Լսում եք մեզ պարոն Օլքինյան ջերմագին ողջույն։ Եվ առհասարակ հատուկ ողջունենք Հանրային ռադիոյում Վարդգես Ավետիսյանի, պարոն Օլքինյանին, որոնք եթերի լեզվի մաքրությունը եթերում ապահովում են եւ մեզ հուշում են, օգնում են այդ հարցում, ինչ սխալներ կան կամ գուցե ժարգոնային էլի բառեր կան, որոնք ամենաշատն են ձեզ նյարդայնացնում, որ եթե կարողանայիք 1 կամ 2 բան հանել, հենց դրան կհանեիք։ Կպատասխանեմ բոլորը եւ ոչ մեկը, որովհետեւ բոլորը, որ այն բոլոր սխալները, որոնք աղավաղում են լեզուն, ազդում են ինձ վրա բնականաբար, բայց ես միշտ փորձում եմ որպես մասնագետ փնտրել դրա պատճառը եւ լուծումը, որովհետեւ ազդելով ոչինչ չեմ կարող էլի նյարդայնանալ, ուղղակի կարելի է խելը։ Հա։ Հիմա այս թեման նույնպես շատ կարևոր է, ձեր ասածը վերաբերում է ուղղախոսություն թեմային։ Նայեք, մենք աշակերտներին սովորեցնում ենք դեռ կրծեր դպրոցից ճիշտ գրել բառերը, չէ՞։ Բայց ճիշտ արտասանել։ Բայց ճիշտ մեզ թվում է թե երեխան պիտի իմանա, չէ՞, որ այսպես է։ Դրա համար ուղղախոսություն թեման շատ լրջորեն պետք է ուսումնասիրվի, նույնիսկ այսպես ձայնային, ձայնագրման մակարդակով, օրինակ, լավ ձայնագրություններ երեխաները լսեն, ճիշտ երգեր
լսեն եւ հատուկ թեմաներով անցնեն, ասենք այդ անգլ-ռուսերենից տարածված, հա, ծեր, մաթեմատիկա, սալատիկ, նույնիսկ կատակներն են ուսանողների հետ, ասում եմ սիցիից սալատիկը ու տորտիկը վերցի, մաթեմատիկա ու տեխնիկա սարքել ենք շուտ ասել, որ իրենք արժե զրկեն եւ հաջորդ անգամ իրենք արդեն իրենք են փոխում կամ այդ դրեն ռ դարձնելը, խելագարվելը եւ այլն, որ էլի ռուսերենի ազդեցությունն է կամ անգլերենի ազդեցությամբ որոշ բառեր, հա, այնպես որ սրան պիտի ուշադրություն դարձնենք եւ փոքրուց սկսած մաքրենք լեզվամտածողությունից ու առաջինը հենց սրանից սկսենք, ոչ թե մտածենք երեխան ինչ որ չգործածվող բառերի իմաստ, եթե իմացավ կամ ուղղագրություն ինքը հայոց լեզու գիտի։ Ցավոք պիտի չեմ կարող չնշել, որոշ ուսուցիչներ նույնիսկ չգիտեն որոշ բառեր ինչպես են արտասանվում իսկապես, եղել են դեպքեր, երբ երեխաները եկել են, հաշվել եմ տվել, հատուկ այդ թվերը շատ ակնառու երևում են։ 9, 10, 11, 12, 13, 14, ասում եմ ոչ, 9, 10 10-ը առանց ը-ի չի լինում եւ բառամիջի ո-երը կարդացվում են օ, բայց երեխաներին չեն սովորացնում դա դպրոցում, ցավոք, մեծամասն։ Որովհետեւ թեմաները այնքան քերականության շուրջ են, օրինակ եթե բացենք ձեր ասածը թվական թեման է, խնդրեմ, ամենայն հարգանքով դասագրքերի հեղինակները մեր գործընկերներն են, այստեղ ոչ մի անձնական բան չկա, բայց երբ օրինակ առաջնային դրված է թե տարբերակի թվականի տեսակները, սա բաշխական է, սա քանակական է, սա բացարձակ է, ինչ որ այսպես քերականական տերմիններ, մարդու ուղեղը գնում է սա սովորելու ուղղությամբ եւ նա այնտեղ բաց է թողնում դավ։ Ի վերջո թվականի ուղղագրության ինչ սխալներ կան հայերենում։ Օրինակ ես թեման սկսում եմ այսպես. սխալներ, թվեր, որոնք մենք սխալ ենք արտասանում կամ գրում։ Որտեղ մարդուն սա է մնում ի վերջո, կամ նույն դասական թիվը 4 ձևով եկեք գրենք, հա, հայերենի այբուբենի տառերով գրենք, ռոմեական թվանշանով ինչպես է գրվում, արաբական թվանշանով ինչպես է գրվում, բառերով ինչպես է գրվում, դրանցից որը երբ են գործածում, ունեք ասել օրինակ Տիգրան B, թե Տիգրան II, ինչու ենք այդ B-ն գործածում որպես թվական տիվ, թվանիշ բառ։ Այս տեսակ ուղղությամբ եթե գնում է լեզու, նախ ինքը դառնում է հետաքրքիր առարկա, գառնում է գրավիչ եւ ունենում է իհարկե ազդեցություն։ Ես արդեն ուզում եմ եզրափակենք ծրագիրը, բայց պատկերացրեք զանգ ունենք, ողջունենք ռադիո լսողին, տեսնենք ինչ է ասում, բարի լույս։ Բարի լույս։ Բարև ձեզ։ Դուք եթերում եք, ներկայացեք։ Ուրեմն ես ուզում եմ ասել նաև խոսեք այդ անգլերեն օքեյը, որ շատ է մտել հիմա մեր խոսակցականի մեջ, մեր լավը թողած օքեյի հետևից են ընկած։ Լավ։ Շնորհակալություն։ Իմիջայլոց շատ լավ ռադիոլսողներ ունենք, շատ գրագետ ռադիոլսողներ ունենք եւ հաճույք ենք ստանում նրանց հետ շփվելուց։ Պահպանում է այդ մակարդակը բոլոր առումներով, հետեւաբար նաեւ ունկնդիրների առումով շատ բարձր մակարդակում է եւ իմ սիրելի ռադիոկայաններից մեկն է, դրա համար ես միշտ առիթը եւ հնարավորությունը բաց չեմ թողնում այստեղ լինելու։ Շնորհակալ ենք ձեզ իսկապես հաճելի արդյունավետ զրույցի համար։ Մնացեք մեզ հետ, էլի զանգ ունենք, մեզ ասում են մի ընդհատեք եթերը, որովհետեւ կրկին զանգ ունենք։ Այո, այս զանգին նույնպես դուք ուղիղ եթերում եք։ Բարև ձեզ։ Լսում ենք ձեզ։ Իմ հարցը այդպեսին է, ճիշտ է 12, 13, թե 12, 13։ Ես հենց նոր իրականում այդ օրինակը բերեցի, բառամիջի ո-երը օ են կարդացում, 12, 13, երն էլ է, այսինքն 12-ը սխալ է, 12, ճիշտ չեմ, ասեք խնդրում եմ։ Որտեվ գրաբարում մենք ունենք այդ 10-ն վերջնահանչյունը, որից հետո գումարվում է թվականը եւ եթե բաղաձայնից հետո է բնականաբար կարդացվում է է։ Եվ չենք մոռանում, որ 10 թիվ չկա, 10-ը։ Հիշենք 9-ը 3 տառով, 10-ը 4 տառով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զանգի համար։ Եվ մենք գնանք նկարվելու, հետո կվերադառնանք, եթե ժամանակ ունենանք եւ հասցնենք Վիկտորինա ենք խաղարկելու։ Ձեզ համար գիրք ենք խաղարկելու հարգելի ռադիոլսողներ, այնպես որ մնացեք մեզ հետ։
Հայաստան ջան, այո, արևի միշողն ենք մենք, յուրաքանչյուրս եւ պիտի փորձենք անպայման պահենք այդ հայկականը եւ որքան գրագետ խոսենք, որքան մաքուր խոսենք, այնքան շատ ավելի լավ։ Ականջ է շոյումի վերջը, չէ՞ որ խոսքը երկի պես պիտի լինի։ Պիտի շոյի հաճեք պատճառի։ Իդեպ երբ թե խոսում ենք հայոց լեզվի սխալ կիրառումից, երգերը շատ լուրջ հարթակ են այս առումով, որովհետև շատ հաճախ հենց երգերում ոչ միայն շեշտադրությունը, այլև բառերը այո, ինչ ասես անում են, նույնիսկ իմաստային, հա։ Արդեն հեռախոսազանգ ունենք Վիկտորինայի հետ կապված։ Ինչ խոսք։ Ասենք բարի լույս։ Բարի լույս։ Իմ անունը Կարինե է, ուզենայի Վիկտորինային մասնակցել։ Շատ հաճելի է, շատ լավ ձայն ունեք իմիջայլոց, ասենք ձեզ։ Ես էլ եմ ոչինչ։ Դուք լավ ձայն ունեք, ասում եմ։ Շնորհակալ եմ, ասում եմ, այտենց արտաքինից էլ ոչինչ։ Վաու, մենք վստահ ենք, որ շատ գեղեցիկ եք, ինչ խոսք։ Պատրաստ եք խաղին մասնակցելու։ Իհարկե։ 3 հարցի ճիշտ կպատասխանեք եւ հրաշալի մի մեծ, այսպես գիրք ձերն է լինելու։ Լեզվի հետ ենք կապել այսօրվա Վիկտորինան, կարծում եմ այլ ավելի հաճիկով կպատասխանեք։ Փորձեք նաև տրամաբանել։ Գնացինք, դե ինչ, գնացինք, որ լեզուն ունի ամենաշատ մայրենի խոսողներ աշխարհում։ Ֆիքսենք, մայրենի, հա, տեղում խոսելու, որ լեզուն ունի ամենաշատ մայրենի խոսողներ աշխարհում։ Իսպաներեն, անգլերեն, մանդարին։ Մանդարինը նույն չինարենն է։ Չինարեն, որտեղ իրենք շատ են։ Ճիշտ է, ճիշտ պատասխան։ Այո, մենք առաջին ճիշտ պատասխանն արդեն ունենք։ Դե ինչ, շարունակենք։ Սա էլ է շատ հետաքրքիր, էլի տրամաբան եք խնդրում եմ, որ լեզվում գոյություն ունի հարգանքի համար հատուկ բարդ համակարգ խոսելաձևերի տարբեր մակարդակներով։ Ուշադրություն։ Գերմաներեն, ճապոներեն, իտալերեն։ Կարող եմ հարցը նորից կրկնել։ Կրկնեք խնդրեմ։ Որ լեզվում գոյություն ունի հարգանքի համար հատուկ բարդ համակարգ խոսելաձևերի տարբեր մակարդակներով։ Ես կարող եմ հուշել, Ազգին բնորոշ է այդ։ Կարող եմ հուշել, որ նրանք հատկապես հարգանք մատուցելիս նաև ֆիզիկական ժեստ են անում։ Այո, գերմաներեն, ճապոներեն։ Կարող են իտալացիները։ Ոյ, ոչ։ Չէ, ճապոներեն։ Ճապոնացիներն են իրենք, իհարկե, իրենք ուրիշ են։ Իրենք խոնարհվում են։ Այո։ Լավ, ոչինչ, դուք էլի ունեք հնարավորություն, մեկ հարց ունենք ճիշտ պատասխան, որ լեզուն է համարվում ամենահին գրավոր լեզուներից մեկը։ Տարբերակներն են լատիներեն, շումերերեն, անգլերեն։ Դե ձեզ տեսնեմ։ Եթե պատմությանը նայենք, ամենահին գրավոր լեզուներից մեկը։ Շումերերենը պետք է լինի։ Այո։ Լատինացիները դե չկա։ Ճիշտ եք, ճիշտ պատասխան։ Ունենք 2 ճիշտ պատասխան։ Եվ շարունակենք։ Ահա։ Ոյ, այս տարբերակը փորձում եմ այնպիսի տարբերակն է, ահա, որ լեզուն է պաշտոնական ամենաշատ երկրներում, այսինքն որ լեզուն է, որ պաշտոնապես շատ երկրներում է ընդունված որպես պաշտոնական լեզու։ 3 տարբերակներն են անգլերեն, իսպաներեն, արաբերեն։ Որ լեզուն է, որ Չէ, ցավոք ճիշտ պատասխանը անգլերենն էր։ Այո, շատ երկրներում պաշտոնական լեզու է անգլերենը։ Վերջին հարցը, ես հուսամ այս վերջին հարցին դուք կպատասխանեք եւ իսկապես գիրքը ձերը կլինի։ Եվ այստեղ բարդ հարցեր են շատ, դրա համար փորձում եմ այնպես անել, եկեք փորձենք, լավ։ Որ լեզուն է ստեղծվել հատուկ խաղաղ հաղորդակցության համար եւ չի պատկանում որևէ ազգի։ Ուրեմն, լատիներեն, էսպերանտո, մենք հիմա բացահայտում ենք էլի անում, ուշադրություն դարձրեք։ Իտալերեն, տեսեք, որ լեզուն է ստեղծվել հատուկ խաղաղ հաղորդակցության համար եւ չի պատկանում որևէ ազգի։ Լատիներենը Իտալերենը իտալացիներին է պատկանում, տրամաբանում ենք էսպերանտո։ Իտալերեն, լատիներեն, թե էսպերանտո։ Էսպերանտոյով հաղորդակցում են երիտասարդները։ Այո, ճիշտ եք։ Ընդունենք պատասխան։ Իհարկե։
Ու այստեղ կարող ենք վստահությամբ ասել, որ հիմա էլ ծափեր են հնչում ձեզ համար, որովհետև այո, դուք ճիշտ պատասխանեցիք այս շատ հետաքրքիր հարցերին եւ այո, գիրքը ձերն է։ Խնդրում ենք խոսափողը չանջատել, որպեսզի պայմանավորվեք, թե ինչպես եք վերցնելու այդ հրաշալի գիրքը։ Իդեպ գիրքը Զանգակ գրատունն է մեզ տրամադրել, շնորհակալություն ենք հայտնում Զանգակ գրատանը, որովհետև այնքան հետաքրքիր ընտրություն են արել գրքերի, իսկապես շնորհակալություն։ Դե ինչ, մենք հերթական ինձ թվում է ժամանակն է, որպեսզի հրաժեշտ տանք մեր ռադիոլսողներին եւ շնորհակալություն հայտնենք նրանց ակտիվության համար, ջերմության համար։ Եվ փոքրիկ կարծում եմ կարող ենք մարտահրավեր նետել։ Դու հետաքրքիր ինֆորմացիաներ էիր հանել, շատ արագ դրանց էլ անդրադառնալ։ Արագ փաստեր, մի քանի այո, հետաքրքիր փաստ ասեմ, ինչպես նշեցի, շատ լեզուներ ցավոք չունեն գրավոր տարբերակներ, բայց ամենահին հայտնի գրավոր լեզուն Մեսոպոտամիան է։ Այն ավելի քան 5000 տարեկան է։ Իսլանդիայում տեղացիները, քանի որ լեզուն շատ քիչ փոփոխությունների է ենթարկվել, շատ հեշտությամբ կարող են կարդալ նույնիսկ տեքստեր, որոնք 1000 տարի առաջ են գրվել։ Ի տարբերություն մեզ, որ օրինակ գրաբար տեքստերը բնականաբար շատ ավելի, այո, մեծ դժվարությամբ ենք արտասանում։ Այո, ինչպես դու նշեցիր, թվականները եւ թվերի հետ կապված լեզուն բավական բարդ է, շատ ենք սխալվում, բայց կան լեզուներ, որոնք առհասարակ թվերի հետ կապված չունեն բանավոր գործածություն, այսինքն թվերը անուններ չունեն։ Ես չգիտեմ թե ինչպես են նրանք հաշվում, այո, չգիտեմ ժեստեր են թե ինչեր են, բայց չկան անուններ։ Դե այո, երեխաները, փոքրիկները իրականում նրանց ուղեղը նրանց թույլ է տալիս սովորել ցանկացած լեզու շատ արագ եւ արագությամբ, պարզապես տարիքի հետ մեր ուղեղի այդ ֆենոմենալ հաստատությունը, այո, բայց քանի որ խոսեցինք լեզվի ուղեղի վրա ազդեցության մասին, նշեմ, որ համաձայն ուսումնասիրությունների այն մարդիկ, որոնք խոսում են ավելի քան մեկ լեզվով, շատ ավելի ակտիվ ուղեղ ունեն եւ նրանց մոտ դե արի թարգմանենք multitasking-ը, հա, միաժամանակ տարբեր գործողություններ անելը շատ ավելի հեշտ է դառնում եւ ավելին կա ուսումնասիրություն նաեւ այն առումով, որ նոր լեզուներ սովորելը մարզում է մեր ուղեղը եւ դանդաղեցնում է դրա ծերացման process-ը։ Իսկ եթե արդեն ի վիճակի չես, դա էլ է խնդիրը։ Դե պետք է փորձես եւ վերջին փաստը, որ աշխարհում կա ավելի քան 7000 լեզու։ Սա էլ իմացանք հարգելի ռադիոլսողներ, բայց մի կարևոր բան էլ կա, երբ որ ինչ-որ լեզու եք որոշում, որ սովորեք, լայֆհակ, բնավորությունը սովորեք նախ լեզվի, մտածողությունը, փորձեք հասկանալ ինչ բնավորություն ունի այդ լեզուն, որպեսզի հեշտությամբ կարողանաք ընկալել այն բոլոր կանոնիկները, որոնք ձեզ համար բարդ են թվում ու գուցե ինչ-որ չափ նաև անտրամաբանական։ Եվ իմ կողմից էլ փոքրիկ խորհուրդ, որ լեզուն ավելի հեշտ է դառնում, եթե այն սովորում եք ձեզ համար հաճելի process-ով։ Օրինակ, որքան էլ շատ երկար ժամանակ փորձել եմ փոքր տարիքում գրքերով եւ գրականությամբ անգլերեն խոսել, դա ինձ մոտ չի հաջողվել այնքան ժամանակ, մինչեւ չանցա ֆիլմերը ամբողջովին անգլերեն դիտելու եւ երգերը անգլերեն լսելու։ Դժվար է, բայց ամենաարդյունավետ միջոցներից է։ Ճիշտ է, բայց ինչ որ բազայից հետո նաև կան շատ հետաքրքիր ու արդյունավետ application-ներ, որոնք եւս օգնում են, մի քիչ խաղային են դարձնում այդ ամենը, որպեսզի դուք կարողանաք ավելի հեշտ սովորեք։ Դե ինչ, Վեգա Անդրեասյան, Լուսինե Մուրադյան, հաջողություն։ Մենք ձեզ շատ սիրում ենք։ Watch that scene, digging the dancing queen.